Երեկ չստացված հանդիպումը կայացավ այսօր։ Մոտ մեկ շաբաթվա բողոքի ցույցերից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունեց նայիրիցիների 5 հոգանոց պատվիրակությանը։ Փակ դռների հետևում բանակցեցին 1 ժամից ավելի, իսկ ավարտին նայիրիցիների բերած պատասխանն էլ ավելի հիասթափեցրեց ցուցարարներին։ Հանդիպման մասնակիցները տպավորություն էին ստացել, որ վարչապետը նայիրիտի մանրամասներին չի տիրապետում։ Կար հարցեր, որ վարչապետին էլ երևի ճիշտ ինֆորմացիա չի հասնում։ Վարչապետը չգիտեր ինչ թվերի մասին է խոսքը, բառից բուն իմաստով չգիտեր, ժողովուրդ եկեք մեզ էլ հասկացեք։ Իրոք չգիտեր։ Սկզբում զարմացել էր, հետո էլ բարկացել։ Ըստ Արմիության ղեկավարի Հովիկ Աբրահամյանին դուր չի եկել նախորդ օրերի բողոքի ցույցերը։ Վարչապետը վիրավորված էր երեկվա մեր պահվածքից, բնական է համարում, ցանկացածելով վարչապետ լինի, եթե եկել ենք օգնության ձեռք ենք խնդրում, օգնության ձեռք ենք ուզում մեկնեն, որոշ բաներ պետք չի չափերը սահմաններն հասնել, անձնական վիրավորանքների հասնել։ Այդուամենայնիվ խոստացված 1 ամսվա աշխատավարձը աշխատակիցներին մինչև տարեվերջ կփոխանցվի։ Պատվիրակության խնդրանքին մարել գոնե 3 ամսվա աշխատավարձը վարչապետը հուսադրող, բայց ոչ հստակ պատասխան է տվել։ Հիմա կառավարությունը այդ 15 միլիոն դոլարը չի կարողանում ասել վաղը կա կամ մյուս օրը մի ամիս հետո կլինի, ես կփակեմ, բայց միևնույն ժամանակ չեն հրաժարվում։ Աշխատավարձի պարտքը պետք է մարվի։ Չէ, Ռուբիկ անգստացի։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկնել էր նաև օրեր առաջ իր արտահայտած միտքը, թե անհիմն է համարում, որ որևէ արտադրանք չտվող գործարանում մոտ 200 հոգի բարձր աշխատավարձ է ստանում։ Վրդովված նայիրիցիներն էլ նշում էին, որ դրանք ղեկավար կազմի անդամներն են, որոնք գործարանում պատահական չեն հայտնվում եւ նշանակվում են կառավարության համաձայնությամբ։ Ուստի նայիրիցիները բացառում են այս հարցում վարչապետ Հովիկ Աբրահամյանի անտեղյակության վարկածը։ Ինքը նոր իշխանություն չի ինքը ընդհանրապես փոխարինել է Տիգրանին։ Իսկ Տիգրանի շարունակությունն է ինքը, ոչ թե իշխանափոխություն է եղել։ Ինչպես կարող է տեղյակ չլինել։ Այս պահի դրությամբ գերազանց մանիպուլյացիա։ Ինչքան ժամանակ է վարչապետը։ Ու տեղյակ չի, հա ինչ է կատարվում։ Սուտ ասում։ Լավ էլ գիտեն, լավ էլ խափում են մեզ։ Բացի աշխատավարձերից նայիրիտ գործարանը 30 միլիարդ դրամի պարտք է կուտակել նաև էներգակիրների մասով։ Հովիկ Աբրահամյանը խոստացել է 10 տարով սառեցնել այդ պարտքը եւ Համաշխարհային բանկին խնդրել է գործարանում աուդիտ անցկացնել, բարձելու ինչ է մնացել երբեմնի հսկա գործարանից։ Նայիրիցիները այսօրվանից դադարեցնում են բողոքի ցույցերը։ Շաբաթ նախատեսված է եւս մեկ հանդիպում վարչապետի հետ։